ներկայացնում է ըստ սցենարի Քարե դարդի երկրորդ եթերաշրջանի առաջին սերիան պետք է սկսվեր Աստղային պատերազմներ ֆիլմի սաունդթրեքով Բայց քանի որ մենք չունենք այդքան գումար որպեսզի գնենք այդ մեղեդին օգտագործելու իրավունքը այդ պատճառով երգը կերքեմ ես Պապապամ պամ պապապապամ պամ պապապապամ պամ պապապապամ պապամ թամ թամ թա-թա-թա-թամ պամ ռապապապամ պամ ռապապապիմ պապամ Ներողություն Պապամ պամ պապապապամ պամ վապապապամ պապամ Ինձ թվում է վատ չէր Ահա և Մոսոն, ով գտնվում է Քարի դարում Այստեղ հայտնվելով նա տեղի ցեղի համար ստացավ կրակ Ահա կրակը Սովորեցրեց թե ինչ է սուրճը Գոգոին ծանոթացրեց Վանդամի հետ Իսկ Վանդամը Գոգոին ծանոթացրեց կարատեի հետ Այնուհետև Մոսոն սիրահարվեց Սիսիին Մենամարտեց բազմաթիվ մարդկանց հետ հանուն Սիսիի Մոսոն առաջինն էր ով հագավ կանացի ներքնազգեստ Ոնց կանացի ներքնազգեստ Ես արանքում սուտ բաներ ես սղսնում Հելը մի հատ ինչ եղել այդ պատմի Լավ Մոսոն նախամարտկանց սովորեցրեց թե ինչ է նոր տարին և նշեց նրանց հետ Մոսոյի և Սիսիի հարաբերությունները հասան գագաթնակետին և նրանք արդեն պատրաստվում էին ամուսնանալ երբ հանկարծ Քարե դարդ 2 ավելի վայրենի կատակերգություն Դու? Հա, ես Ձեր սիրելի մայրիկը Կասես մեզ ինչ ես գողացել Վայ, բայց ես չեմ գողացել ձեզ Ես անակնկալ էի ուզում մատուցել Լավներ չէ անակնկալս Եթե հաշվի առնենք, որ այս կյանքում մեր մամայի կողմից արված առաջին անակնկալն է Ուրեմն ասեմ, որ հեչ լավ անակնկալ չէր Բայց իմ աղջիկներ, ես ձեզ շատ էի կարոտել Նինի ջան Սիսի ջան Սիսին ինքն է Ես Նինին եմ Կներեք, որ անակնկալս չստացվեց Բայց ես ձեզ մի ուրիշ անակնկալ ունեմ Հիհիներ Սարի Ծանոթացեք, ձեր փոքր եղբայրն է Բարև ձեզ քուրիկներ Այդ ոնց թե Սիսին ունին ինչ կան Հա, ցեղապետյա, գնացինք մենք որ բաբալին հրավիրեինք հարսանիքիս, եկանք տեսանք չկան Այս Նինին ու Սիսին հաստատ փախել են ու այս Նինին այդ երկու երեխեքին թողել այն վրա Չէ Բայց ես ինչ եմ անելու երեխեքիս
Բայց դու երեխեք չունես։ Բայց պետք է ունենայի, չէ։ Լեկոնը մեկը տղա է, իմ երկուսն է աղջիկ է լինելու, բայց ես այդ աղջիկի գիսի չեմ անելու։ Մի րոպե։ Դրանք իրանց մորն են քաշել։ Են էլ այդպես մի օր վեր կացավ։ Իսկ թողեց մենակ ու գնաց, իսկ թողեց մենակ։ Իսկ մենակ թողեց, ոնց որ ձեր կնիկներն են ձեզ թողել մենակ ու գնացել։ Հաստատ կա։ Էսի հաստատ գենետիկա է։ Դե մաման ինչ ճիշտ ներկայացրեց, ծանոթանանք, հիհի։ Սիսի։ Հաճելի է շատ, հիհի։ Նինի։ Հաճելի է շատ։ Դե ես ձեր փոքր աղբերն եմ ու շատ ուրախ եմ ծանոթության համար։ Ճիշտ է մի քիչ ուշ ստացվեց մեր ծանոթությունը, ավելի լավ կլիներ ծնվելուցս ծանոթանայինք։ Բայց դե հիմա կյանք է։ Մեկ էլ ասեմ դու նինին էիր, չէ՞։ Հա։ Ասեմ որ մի քիչ բաց ես հագնվել։ Բայց դե հասկանում եմ, գլխիդ աղբեր չի եղել, տենց է ստացվել։ Բայց իմ աղբերդ արդեն կա, ու եթե հանկարծ էլիսն չշարունակվի, աղբերդ կտա այդ բազվոտերդ կջարդի քորիկս։ Հանգստացի էլ այդ չաղ։ Ինձ բնութագրող բան ես ասում ու մտածում ես, որ ես դրանից պետքա վիրավորվեմ։ Ոնց ես քեզ ասում հանգստացի էի խուճուճ ու դու դրանից վիրավորվես։ Վերջացրու մի հատ հիհի։ Ես չէի էլ սկսել, բայց որ ասում ես եղավ։ Մենք շատ ենք հլը մնալու ստեղ։ Չէ, մենք հիմա գնում ենք ձեր պապային անակնկալ մատուցենք։ Ահ, գնում ենք պապայի գլխին էլ պարկ քաշենք, գանք ստեղ։ Գնացինք։ Վայ, իմ նինին եկավ։ Վայ, իմ շիշին է եկավ։ Իմ վիվին եկավ։ Իմ վիվին եկավ։ Բայց իմ վիվին չպետք է գար։ Վիվի։ Վիվի։ Կյանքը շիշուղ է։ Մամանա։ Մամանա։ Հա, մամանա։ Բարև, մամա ջան։ Ինչ գործ ունես դու այստեղ։ Ուր էիր այսքան տարի։ Ես կբացատրեմ, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, Հովսեփ։ Հովսեփ։ Ձեր սեղապետ։ Աննը դու Հովսեփ, Հա։ Հովսեփ։ Ոնց։ Կներեք։ Ես սպասում եմ քո պատասխանին, Վիվի։ Բոլորի մոտ Հովսեփ։
Շարունակեք Հովսեփ ջան։ Այսօր իմ Սիսյանուշիս հարսանիքն է։ Դու եկել ես որ խափանես։ Ոնց։ Իմ Սիսին ամուսնանում, հա։ Ում հետ է ամուսնանում։ Իմ հետ ջոջ։ Ես դեմ եմ։ Դեմս գնա Բաղրամյան 26-ի դեմը միտինգ արա։ Ստե Բաղրամյան 26-ի ներսն է։ Ստեղ սաղ կողմ են։ Մոսա։ Բայց ըստ մեր ցեղի օրենքների, Ինչ, երթական հիմար օրենքը, ասենք որ հարսի մերը փեսուս 12 միլիմետր բոյով է, իրանք չեն կարի ամուսնանան, Հա։ Լկտի մեկը։ Մոսա, ըստ մեր ցեղի օրենքների, եւ որ ծնողներից մեկը դեմ է լինում, այդ հարսանիքը էլ չի լինում։ Այնքան ժամանակ, միջև որ արդեն համաձայնությունը տարածամուստրարող է։ Իսկ եթե ծնողներից այդ մեկը կյանքում ոչ մի ծնողական բան չի արել իր երեխեքի համար, այդ դեպքում ավաղ, օրենքը մնում է օրենք։ Ճիշտ է, դու քո համաձայնությունը տվել ես, բայց Սիսին իմ աղջիկն էլ է, ու պետքա ես էլ համաձայնություն տամ Հովսեփ։ Այ լավելի։ Խնդրում եմ Հովսեփ միասայլի կյանքիս համար լուրջ պահա։ Մի թոք ընտրունան ամեն ինչ Հովսեփ։ Դու եկել ես իմ Սիսյանուշի հարսանիքը խափանես։ Պապա։ Ինչ պապա։ Հա, պապա։ Իսկ դու չէիր լսում ինձ։ Թողեք մեզ մենակ։ Խոսելու բան կա։ Հարսանիքն էլ անժամկետ հետա ձգվում է։ Գնացեք։ Ոնց անժամկետ հետա ձգվում է։ Ես իմ հարսանիքը դառավ Ալեգրովայի համերգը։ Դուրս, գնացեք, դուրս։ Եղավ, պապա ջան։ Հաջող մամա ջան։ Գնա, բալի ջան դուրսը խաղա, մամայի հետ խոսելու բան կա, խոսենք, հետո կգաս։ Ոնց ասես, պապ ջան։ Մամ ջան, պետք է նրան դրսում հոգերով խաղում եմ։ Ես երեխեն, ամ երեխենա։ Քո տղան է։ Ոչ այն տղեն։ Բայց ուր երվիվ։ Իչի էր պախել, իզանից դու։ Ես չէի փախել, ինձ փախցրել էին։ Ոնց փախցրել էին։ Դու մեր ցեղի ադուի հետ վերկացարով փախար։ Չէ, այդ ադուն էր ինձ փախցրել ու ստիպողաբար պահում էր իր մոտ։ Բայց ոնց եղավ կարողացար հետ գաս։ Դե ինքը մահացավ, ես փախա հետ եկա։ Ադուն մեռել է։ Դու աստադրեիչն էր լա։ Շատ վատ մարդ է։ Եղ, են հրպետի շուտ մերներ։ Ոսի իմ ես հիհին իմ ու քոտաղ են, հա։ Հա, բա ես հո մենակով չեմ ունեցել։ Հովսեփ։ Հովսեփ։
Հովսեփ։ Զեհար։ Սիսի դու հասկանում ես։ Մաման է եկել։ Հա, ո՞նց չեմ հասկանում։ Մաման եկել։ Դուք պատկերացնում եք մեզ ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում։ Ինչ է եղել, ինչ եք սենց վախեցած։ Մոսո, դու չգիտես ինք ինչերի անտունակ։ Ինչերի անտունակ, ջաջ։ Ուրեմն մի անգամ Շունես իր ոտը կծել էր ու Ինչ հիմար պատմություններ։ Շունը տիրա ոտը կծել էր ու դու նստի հաց ես գե։ Չէ, այդ ճաշը Վիվին էր տվել։ Հա ինչ։ Ոնց այդ ճաշը իմ շամմասից էր պատրաստած։ Իմ շամմասից էր պատրաստած։ Լուրջ ես ասում։ Իսկականից ինքը շատ դաշանամոս է։ Ուրեմն մի անգամ ես ու Սիսին որ փոքր էինք։ Նինի ջան, Սիսի ջան։ Սիսին ինքն է, ես Նինին եմ։ Երեխեքին տիրություն կանես միջև գամ։ Հա ինչ, մարդը տեղ է գնալուց եղել, ձեզ թողել է իր հարազատներից մեկի մոտ։ Հարազատի։ Մոսոմետ միջև վերջ լսի։ Դե ուշադիր կլինես։ Չնայած ճիշտ ես ասում, մաման այնքան դաշան է, որ այդ դինոզավրը շատ հնարավոր է իրան հարազատել լիներ։ Հա, գիտես ինք ով է, մի անգամ որ ես ու Նինի փոքր էինք։ Նինի ջան, Սիսի ջան։ Սիսին ինքն է, ես Նինին եմ։ Երեխեքին տիրություն կանես միջև գամ։ Կյանքս նույն Նինիի պատմաստ ես պատմում։ Հա, բայց այդ իմ հետ էլ է չի եղել։ Լսել եմ Վիվին է եկել, ճիշտ է։ Այ մամամա ջան, ես բաբալն էլ է ինչ-որ բանից վախենում։ Ես գիտեի դու Նիկոլ Փաշինյանի նման ես, ոչ մի բանից չես վախենում։ Այս սիրտես։ Սիրտը ծավում են չես աչկոմը բրնես, աղկոմը պտի բրնես։ Ես որ վախենում եմ սիրտս գալիս աչ կողմը։ Ես չեմ հասկանում, ձեր մոտ ամեն ինչ նիտո, յա։ Նիտո։ Ես ով են ես բանակից պոտենցիալ գժականով ազատվողները։ Հələ մի շուտ ասատերամի չես վախենում, այա։ Ուրեմն մի անգամ ես Վիվին ասել էի պարկի արևի տակ, որովհետև դա առողջ չարար է։ Վիվին էլ պարկել էր արևի տակ ու ամբողջությամբ այրվել։ Ու դրա համար ինքը ինձ։ Վայ մամամա ջան, քեզ վառել, ա։ Բա գիտես ինչ եմ երկար հագնում, սրանց պես կարճ չեմ հագնում, Մոսո ջան, որովհետև մարմինս ամբողջությամբ վառված է։ Ոտքերս մենակ ոսկոր է մնացել, ու ոչ միայն ֆիզիկապես եմ վառված, նաև հոգեպես եմ վառված։ Հասկացաք թե ով է Վիվին։ Եվ ով է Վիվին, բաբալ։